Նախընտրական քարոզարշավի քայլ է փորձագետների բանակային ծառայությունը 1.5 տարի դարձնելու կառավարության որոշումը, զարմացած են նաև շատ քաղաքացիներ։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ տարուկես սարքենք։ Ծափաթաղում 4 օր առաջ կորած երեխայի որոնումներն արդյունք չեն տալիս, ոստիկանները կվերցանեն արևային կայանի տեսախցիկի նկարահանումները Տիգրանի ճակատագրի վրա լույս սփռելու հույսով։ Դե ամբողջ անտառը լիքն է ժողովուրդը, անեն գալիս։ Մայրաթորը հայտարարում է, որ հովանավանքը պղծված է, պետք է վերասրբագործվի եւ խոստանում է օրինական ճանապարհով վերականգնել իր իրավունքները վանքում։ Աշխարհի մեկը ինչ որ մի հատ շոու կազմակերպելի պատարական նման, ես գնամ իբրև հաղորդություն ստանամ։ Իշխանության հակաեկեղեցական արշավի թիրախում հայտնված արագածոտնի թեմը միասնական ժամերգություն եւ աղոթք է արել առաջնորդանիստ եկեղեցում։ Եվրանեստի Երևանյան հավաքին մասնակցած եվրոպացի պատգամավորները քաղաքացիական պայմանագրի հորդորով դեմ են քվեարկել ընդդիմության առաջարկին, բանաձևում ընդգրկել ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջը։ Եվրոպացի պատգամավորները եւս կողմ չքվեարկեցին։ Եվ Գյումրիի կալանավորված ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա պաշտպանների հանդիպումներին խոչընդոտում են, քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Ակնհայտ ոչ իրավաչափորեն ինձ պատճառաբանություններ ներկայացում, որ պիտի վերեք գրություն, կա հիմնական գործ, կա լրացուցիչ գործ։ Հայլուրը ամփոփում է հոկտեմբերի 30-ը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես նախընտրական քայլ, որը փորձանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության համար։ Բազմաթիվ փորձագետներ այսպես են գնահատում պարտադիր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծը, որին այսօր հավանություն է տվել կառավարությունը եւ ուղարկել խորհրդարան։ Ընդ որում չափազանց կարևոր հարցի քննարկմանը Փաշինյանի կաբինետը ընդամենը 5 րոպե է նվիրել։ Եթե ազգային ժողովը կողմ քվեարկի նախագծին եւ այն օրենք դառնա, արդեն հաջորդ ձմեռային զորակոչին բանակ գնացող երիտասարդները կծառայեն ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Հարցամար 24 Կառավարությունն արեց այն քայլը, որը շատ փորձագետների պնդմամբ նախընտրական քարոզարշավի մաս է։ Գործադիրն ուզում է 2026 թվականի հունվարի 1-ից 6 ամսով կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Նախագիծը եթե օրենք դառնա, ժամկետայինները կծառայեն ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Արդեն ծառայողներին սա չի վերաբերում։ 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Շուտ են սկսում քիչացնելը բանակը։ Ալավերցի նախկին ոստիկանը պարտադիր զինվորական ծառայության ժամկետները կրճատելու ռիսկերից է խոսում։ ՔՊ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմի քարոզարշավային քայլը փորձանք չդառնա Հայաստանի անվտանգության համար։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ տարուկես սարքեն։ Ինչքան ջահելություն ունենք մենք, բանակ գնացող։ Թողეთ հաշվեն տարեկան ինչքան ջահել երեխա պիտի գնա բանակ։ Ու հաշվեն թե այդ տարուկեսը հերիք է։ Այլ հարց է, եթե Հայաստանը անցած լիներ պայմանագրային բանակին։ Փորձագետներն ասում են, այդպիսի բանակ ունենալու գործի կեսն էլ դեռ արված չէ։ Պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնմանը միտված Պաշտպան Հայրենյանց ծրագիրը տոտիկ է առաջ գնում։ Միայն այս պահին կարող եմ այդ թիվը հնչեցնել, որ Պաշտպան Հայրենյաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի։ Հայաստանի պետական սահմանի ընդհանուր երկարությունը 44-օրյա պատերազմից հետո դարձել է ավելի քան 1800 կիլոմետր, դրանից մոտ 1000 կիլոմետրը միայն Ադրբեջանի հետ է։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ կարծիքներ կան այս կարևորագույն նախագծի հետ կապված։ Ինչ կարծիքներ կարող են լինել, եթե Հայաստանում ժամկետային զինծառայությունը ՔՊ-ի առաջնորդը ինքն է անձամբ գովազդել այս նախագիծը։ Իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը եւ որպես նաեւ ծնող։ Նոր չէ Փաշինյանի իշխանության պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու քարոզարշավը։ Փորձագետներն ասում են ամեն նեղ պահի են դա ասպարեզ բերում։ Առաջին անգամ արել են 44-օրյա պատերազմից հետո։
Ուղղակի 2021-ին շեշտը դրեցին պահեստազորայինների 25-օրյա հավաքների վրա։ Պահեստազորայինները 14 օր մարտական հերթապահություն են իրականացնում։ Շատ հնարավոր է, որ ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելով ավելացնեն վարժանքների ժամկետը, այսինքն տղան կես տարի քիչ ծառայի, բայց այդ կես տարին բանակ տանեն տղայի հորը, եղբորը, հորեղբորը, քեռուն, բարեկամին, հարևանին։ Շատ կարևոր նախագիծ է։ Շատ կարևոր նախագիծ, որ գործադիրը քննարկում է ընդամենը 5 րոպե։ Կարծում եմ որևէ խնդիր չի առաջանա։ Կարծում է։ Իսկ ռազմական փորձագետները ոչ թե կարծում, այլ ճիշտ հակառակը պնդում են։ Ժամկետային զինծառայությունը կրճատելու առաջին հայացքից դյութիչ նախագիծը մեծ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Կա բանակի նվազագույն թիվ, որը պետք է ապահովվի։ Եթե դա չարվի, Ադրբեջանը կարող է կրկին գայթակղվել ագրեսիայով։ Շատ լավ։ Փորձագետները հիմնավոր չեն համարում Փաշինյանի կաբինետի նաև այն պնդումը, թե ժամկետայիններին իրենք պայմանագրայիններով են փոխարինելու աշխատավարձ ստացող զինվորականներով։ Այդ դեպքում ինչու են 2026-ի համար պաշտպանական ծախսերը կրճատել ավելի քան 15%-ով։ Դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Խորհրդարան օրենք դառնալու ուղարկեցին ռազմական փորձագետների կողմից կաշառք որակված մի փոր հացը մի հոր հացով տալու նախագիծը։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Փոքրիկ Տիգրանի ճակատագիրը պարզելու համար որոշիչ կլինեն արևային կայանի տեսախցիկները, որոնց նկարահանումներն այսօր վերցրել են իրավապահները։ Արդեն 4-րդ օրն է 3 տարեկան երեխայի որոնումները որևէ արդյունք չեն տալիս։ Տիգրանին վերջին անգամ տեսած չխոսկան եղբորից ոչինչ չեն կարողանում իմանալ ոստիկանները։ Աչուձախ է վազում ծափաթաղում 4 օր առաջ կորած Տիգրանի ավագ եղբայրը։ Ոստիկանները հնգամյա տղային համոզում են մի բան ցույց տալ, հուշել, որ եղբոր հետքի վրա դուրս գան։ Համր երեխան բջջային հեռախոսով է տարված, ձեռքից չի գցում։ Միակ վկան է, որ կարող է փրկարարներին ոստիկաններին օգնել գտնել 3-ամյա Տիգրանին։ Եղբոր անհետանալուց առաջ իրար հետ են խաղացել գյուղի հարևանությամբ անցնող գնացքի գծերի կամրջի մոտ, դաշտում։ Ինքը մենակ է վերադարձել տուն։ Կարմիր բլուզով կինը կորած Տիգրանի մայրն է, հրաժարվում է խոսել տեսախցիկի առաջ։ Նրան 4 երեխաների հետ 3 տարել էին Սևանի ոստիկանություն հարցաքննելու։ Տիգրանի հորաքույրը Ազատության հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե չխոսող երեխային երբ եղբոր մասին են հարցնում, կոկորդն է ցույց տալիս։ Գեղարքունիքի մարզպետն է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել կորած տղայի հորաքրոջ հարցազրույցին։ Ճիշտ ասած, այդ կոկորդի հետ կապված երևի թե օրինակ մեր կողմից ենթադրությունն եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսալ, հասկացել է, որ չի կարողանում բացատրի իրենց հարցերին, չի կարողանում ամբողջությամբ պատասխանել, դա է եղել։ Ոչ թե այլ ինչ որ բան է քննարկվել կոկորդին, կոկորդը ցույց տալու հետ կապված։ Ծառութուփ չի մնացել ծափաթաղում, որոնց տակ Տիգրանին չեն փնտրել փրկարարներն ու նրանց միացած կամավորները։ Գեղարքունիքի տարբեր բնակավայրերի դպրոցների ուսուցիչներ են այսօր որոնողական խմբեր ձևավորել։ Ամբողջ անտառը լիքն է ժողովուրդը, ման են գալիս։ Շատ են, չկա շիրը։ Որտեղից ման են գալիս, ծառերի շատ մարդիկ են ման գալիս։ Ծափաթաղի կողքով անցնող ճանապարհի այն կողմում են որոնում Տիգրանին։ Սևանա լճի ափի խիտ թփերի արանքներն են զննում վերևից դրոններով։ Սաղ տեղերը ման են եկել մարդիկ, ոտնա հետքերը լրի վերևում է, որ բացառվում է էլի երեխեն, որ ասենք մի տեղ լինի ու չերևա։ Հիմա փորձում ենք այս կողմի վրա գնանք, մի քիչ էլ այս կողմը մանկանք, որտեվ բոլորիս էլ շատ բան է, որ այդ երեխեն գտնվել։ Իրավապահները շուրջօրյա ծառայության են անցել գյուղում։ Նորից են հարցաքննում Հովանեսովների հարևաններին, համագյուղացիներին, որոնք հոկտեմբերի 27-ին անետացման օրը տեսել են Տիգրանին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուժերի վարչության պետն ասում է, ցանկացած նոր տեղեկություն կարող է օգնել իրենց գտնել փոքրիկին։ Հետքեր կամ հետքի նման ինչ-որ իրեր, որոնք որ հնարավոր է երեխային դիվան։ Այս պահի դրությամբ որը նման վարկած կամ նման հետքեր կամ որևէ այլ առարկաներ, որոնք մեզ կարող են տալ որևէ ուղղություն չկա, այժմ ոչ մի արդյունք չունենք։ Ծափաթաղի հարևանությամբ էլեկտրաէներգիայի արևային կայաններ կան, դրանց տեսախցիկների ձայնագրություններն են ոստիկաններն այսօր վերցրել։ Հնարավոր է դրանք երեխային ֆիքսած լինեն։ Էդգար Ղուշչյան, Զարո Իսահակյան և Հենիկ Համազասպյան, Հայլուր։
Շարունակենք Մայրաթորը այսօր վստահեցրել է, որ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հովանավանքը կառավարության հաշվեկշռում է եւ անհատույց օգտագործման է տրված եկեղեցուն, հետքի մեր գործընկերները պարզել էին, որ Հովանավանքը եւ բազմաթիվ եկեղեցիներ սեփականության իրավունքով պատկանում են Մայրաթորին։ Մայրաթորը անցած կիրակի Հովանավանքում կատարվածը անվանում է պղծություն, եկեղեցու նկատմամբ հալածանքների անօրինակ դրսևորում եւ հայտարարում, որ այդ եկեղեցին պետք է վերասրբագործվի։ Իսկ մինչ այդ Արագածոտնի թեմի հոգեվոր սպասավորներն այսօր միասնական աղոթք են արել Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Ումն է Հովաննավանքը, որի փականները փոխել է կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը եւ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու տակ ինքն իրեն կարգել վանքի միակ տերուտիրական։ Եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Պարզվում է սխալ գիտի Փաշինյանը։ Հովաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթորին։ Փաշինյանի ասած, կադաստրի թուղթ ունի կաթողիկոսը։ Կադաստրի կոմիտեից հետքն է տեղեկանք ստացել։ Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությանն են պատկանում, թե Հովաննավանքի հողամասը, թե դրա վրա կառուցված շենքշինությունները։ Այստեղ կա նաև քրեաիրավական բաղադրիչ, որը կապված է նրա հետ, որ դա ի վերջո սեփականության իրավունքի հարց է։ Դա լրիվ նույնն է, որ ինչ որ մեկը գա մեր տուն, մեր տան փականը փոխի եւ ասի դուր չեմ գալի։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Մայրաթորը այս իրավիճակում պետք է փորձի իրավական կարգով սեփականության կարգավիճակ տալ նաև կառավարության հաշվեկշռում գտնվող եկեղեցիներին։ Ամեն ինչ կա, հանդիսանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականությունը, այո կան պետական եկեղեցիներ, իդեպ ես այս առիթը օգտագործելով ուզում եմ հույս հայտնել, որ մեր եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի իրավական ճանապարհով հետ պահանջելու այդ ձեր ասած նաև պետական եկեղեցիները։ Բռնազավթված է Հովաննավանքը կիրակի սրբապիղծ բեմականացումից հետո։ Այսօր հայտարարել է Մայրաթորը։ Իշխանությունների հովանավորությամբ Հովաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են եւ ըստ Մայրաթորի չունեն հոգեվոր որևէ արժեք, անվավեր են, իսկ Հովաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Քանի որ Մայրաթորն էլ հայտարարեց, որ եկեղեցին կրկին սրբագործման կարիքը ունի, այսինքն այնտեղ հիմա ծեսեր կատարելն էլ ճիշտ չի լինի։ Դրա համար իմ հորդորն է բոլոր նրանց, ովքեր ունեն նշանակված ծիսակատարություններ, իմ խնդրանքն է, որպեսզի գնան ուրիշ եկեղեցիներ կամ թող կապնվեն ինձ հետ, ես կօգնեմ ինձ ինչով որ կարող եմ։ Հովաննավանքում ծառայության նշանակված Տեր Սարգիս քահանա Սարգսյանը այսօր Օշականում է եղել, մասնակցել միասնական աղոթքի Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Հույս ունի, որ Աստծո կամքով շուտ կիրականանա Մայրաթորի այսօրվա հայտարարությունը։ Էջմիածինը հայտնել է, որ օրինական բոլոր ճանապարհներով վերականգնելու է իրավունքները Հովաննավանքի նկատմամբ։ Ստացվելու է, վստահ են միասնական աղոթքի եկած քրիստոնյաները։ Ես էլ ասում եմ, ես Նապոլեոնն եմ ես։ Ծիծաղելի աղոթք։ Նախկինում հարգել են Տեր Արամին, կարգալույց Ստեփան Ասատրյանի մասին լսել չեն ուզում։ Պատկերացրեք աշխարհի մեկը ինչ որ մի հատ շոու կազմակերպի պատարական նման ու ես գնամ իբրև հաղորդություն ստանամ։ Բայց վարչապետը ստացել է, եթե վարչապետը ինչ, վարչապետը գնացեք այդ հարցը վարչապետին տվեք։ Վարչապետը միանշանակ չեմ վախենում, ասում եմ, ինքը չի ներկայացնում մեր հայոց, մեր հայ ազգի շահերը։ Ինքը չգիտեմ, թուրք, ադրբեջանցի, չգիտեմ, բոլորի շահերը ներկայացնում, բայց ոչ հայ ազգի։ Մարդը, որ հայտարարում է, թե կառավարությունն ինքն է, հիմա էլ որոշել է, որ եկեղեցին էլ է ինքը, հոգևորականները չեն, հավատացյալները չեն։
Պետք է ապացուցել հակառակը, գործով եկեղեցու կողքին կանգնելու կոչ է հնչել այսօր Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում։ Ես վստահ եմ, որ Քրիստոս մեզ հետ է։ Ես վստահ եմ, որ մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել եւ այս փորձությունը անցնելուց հետո դառնալ այդ ավելի ուժեղ։ Այդ ավելի նվիրված մեր եկեղեցուն։ Ժամանակն է, որ գործով ապացուցվի հավատքը առանց գործերի մեռած է։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուշ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնի Նաթան Սրբազանի հեռախոսազրույցների գաղտնիության խախտման եւ Նիկոլ Փաշինյանի ու Կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանի վերաբերյալ ներկայացված հաղորդումներով։ Մեկ շաբաթ առաջ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանն էր երկու հաղորդում ներկայացրել։ Մեկով նա պահանջում էր քրեական վարույթ սկսել Նաթան Սրբազանի հեռախոսազրույցի գաղտնալսման, մյուսով Նիկոլ Փաշինյանի եւ Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքերով։ Շարունակենք, չնայած Հայաստանի իշխանությունը պնդում է, թե գերիներին ազատելու համար ամենօրյա ռեժիմով աշխատում են, ԿՊԱ-ական մի падգամավոր այսօր խոստովանել է իր քաղաքական թիմի օրակարգում ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ չկա։ Դա տեղի է ունեցել Euronest-ի Երևանյան հավաքի ժամանակ, պատմում է Լիլիթ Գասպարյանը։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ։ Ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք։ Քանի դեռ հերթական արդյունքը չկա, շոշափելի գործողությունը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունը ասեմ։ Փաշինյանի ու նրա կաբինետի առաջին դեմքերի համար շաբլոն նախադասություն դարձած պնդումը, թե իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են հայ գերիներին Բաքվի բանտերից հանելու, Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, պարզվում է սուտ է։ ԿՊԱ-ական падգամավոր Արման Եղոյանն է լեզվից թռցրել, որ իր քաղաքական թիմի օրակարգում ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ չկա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում Ադրբեջանին ռազմագերիներին եւ այլ անձանց անհապաղ բաց թողնելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց հայրենիք երաշխավորելու պահանջ։ Այս հայտարարությունը Եղոյանն արել է եվրոպացի падգամավորների աչքի առաջ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամները վստահ են, որ Երևանում Euronest-ի խորհրդարանական վեհաժողովի եվրոպացի падգամավորների մեծ մասը ԿՊԱ-ականների հորդորով է դեմ քվեարկել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի իրացում եւ գերիների անհապաղ վերադարձ պահանջող բանաձևին։ Իրենք էլ համապատասխան աշխատանքն իրականացրել են եվրոպացի падգամավորների հետ եւ եվրոպացի падգամավորները եւս կողմ չքվեարկեցին։ Հայաստան խմբակցության падգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը, պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ Եվրախորհրդարանի սոցիալիստ երկու падգամավոր առաջարկել էին Euronest-ի զեկույցում փոփոխություն անել ու ձևակերպել գերիների վերադարձի, արցախցիների հայրենադարձման պահանջը։ Ես սա շատ մեծ ցավով եմ արձանագրում, որովհետև 500-600 նույնիսկ падգամավորներ Եվրոպական խորհրդարանում այս նույն ձևակերպումներին կողմ են քվեարկել։ Այսինքն մենք նոր ձևակերպումներ մեզանից չէինք հորինել։ Այսօր է ավարտվել Euronest խորհրդարանական վեհաժողովի Երևանյան նստաշրջանը։ 3 նիստերի ընթացքում ընդդիմադիր падգամավորները եվրոպացի գործընկերներին պատմել են ոչ միայն Ադրբեջանի գործողությունների, այլև Հայաստանի ներքաղաքական խնդիրների, փաշինյանական ռեժիմի բռնաճնշումների մասին։ Երբեմն եվրոպացի падգամավորների համար այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում իսկապես ժողովրդավարական դրախտ է եւ այստեղ ամեն ինչ նորմալ է, եւ երբեմն իրենք իսկապես շատ զարմանում էին լսելով այն իրականությունը, որ արկա է քաղբանտարկյալների, ներկայությունը, արկայությունը, դատական համակարգի նկատմամբ ուղիղ միջամտություններ։ Գրիգորյանը պատմում է, որ իրականությունն իմանալուց հետո եվրոպացի խորհրդարանականները ապշած են մնացել, փաստորեն իշխանականներն իրենց ստել են։ Իրանք էլ զարմացած են այն հանգամանքից, որ ինչպես է ստացվում, որ իշխանական падգամավորները լրիվ այլ բան են ներկայացում ու կոնկրետ սուտ են տարածում, հասկանում եք, մարդիկ քաղաքական խոսքի համար կամ նույնիսկ օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում նույնիսկ եկեղեցու սատարման խոսքի համար, որտեղ որևէ կոչ չկա, կալանավորում են, իսկ ներկայացվում է եվրոպացի падգամավորներին, որ փողերի լվացման համար է, որ Սամվել Կարապետյանը ամիսներ շարունակ նստած է, եւ մենք իսկապես ներկայացրեցինք իրողությունը, իրենք պարզապես տարակուսած են, որ
իրենց փաստորեն ստում են։ Բոլոր խնդիրներն արձանագրել են եվրոպացի խորհրդարանականներն ու խոստացել հնարավորինս արագ արձագանքել Հայաստանում տեղի ունեցողին, ասում է Աննա Գրիգորյանը։ Միամիտ չենք կարծելու, որ այս դիտարկումները եւ մարդու իրավունքների համընդհանուր նորմերը կարող են գերակայել այս փուլում աշխարհաքաղաքական շահերին, բայց այն, որ մենք այս բոլոր հարցադրումները պարտավոր ենք հնչեցնել եւ այն, որ եվրոպացի падգամավորները պետք է տեսնեն իրողությունները, Հայաստանը ժողովրդավարական դրախտ չէ, այստեղ մասկի շոուներով ու ասֆալտին փռելով են բերման ենթարկում մարդուն արտահայտած կարծիքի համար։ Եվրոպացի падգամավորներից որոշները հասցրել են այս մասին իրենց կարծիքը ձևակերպել Երևանում։ Իսպանացի падգամավոր Սանչեսը անգամ ամոթանք է տվել ՔՊԱ-ականներին ու հորդորել զգուշանալ։ Իրենք տեսնում են ամեն ինչ։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Բագրատ Սերբազյանի եւ նրա 17 աջակիցների դատավարությունը այսօր սկսելուց մոտ 40 րոպե հետո դռնփակ է շարունակվել։ Քննարկվել է մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոցի հարցը։ Տնային կալանքը վերացվել է եւ օնկոլոգիական խնդիր ունեցող Արշակյանի նկատմամբ չբացակայելու արգելք է սահմանվել։ Դա հնարավորություն կտա նրան բուժումը շարունակելու համար այցելել հիվանդանոց, ՄՌՏ հետազոտության եւ ֆիզիոթերապիայի։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ միջնորդություն է ներկայացրել փոխելու падգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով գրավի դիմաց։ Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հաջորդ շաբաթ։ Արթուր Սարգսյանի դեպքում կալանքը ընդհանրապես վերացնելու միջնորդությունը առավել քան ողջամիտ է, լեգիտիմ է, իրավաչափ է։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որը մենք տեսնում ենք, որ իսկապես կալանքները ռեկորդային ցուցանիշ ունեն, ցանկացած դեպքում մենք որոշեցինք անցնել ավելի, այսպես ասած, չգիտեմ, այսօրվա իրականության մեջ հնարավորություն ենթադրող միջնորդությանը տնային կալանքը համակցված բավականին խոշոր չափի գրավով։ Արթուր Սարգսյանի եկամուտները հրապարակային են, բաց են, քանի որ որպես падգամավոր ներկայացնում է համապատասխան հայտարարագիր, իսկապես վստահ եղեք, բավականին հիմնավոր մեղմ ասած միջնորդություն է ներկայացվել։ Տևական ժամանակա իր կալանքի ընթացքում իր վիճակը այդ առումով ֆիզիոլոգիական վատթարացել է։ Տնային կալանքի պայմաններում չէինք կարողանում ապահովել բժշկական անհրաժեշտ օգնությունը, որովհետև այդ ուղեկցումը պետք է ՆԳՆ-ն աներ, ՆԳՆ-ն չէր հասցնում եւ այլն, ինչևէ դատարանը փոխվեց։ Այսօր նիստի բաց հատվածում ընթերցել են ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը։ 2 շաբաթ առաջ կալանավորված Կոչուբաևը, որի խափանման միջոցը 2 օր առաջ փոխարինվեց բացակայելու արգելքով, միջնորդել է, որ հետաձգվի նիստը, քանի որ իր աշխատանքային համակարգիչը առգրավված է։ Սակայն նիստը շարունակվել է, Ալեքսանյանի պաշտպանությունը ժամանակավորապես այլ փաստաբանն է ստանձնել։ Կալանավայրից Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակն է տարածվել։ Ղուկասյանը երախտագիտություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի մոտ իր խոսքով Գյումրին պաշտպանողներին։ Մեջբերեմ մեկ հատված։ Սիրելի հայրենակիցներ, դուք դրսևորեցիք հաստատական կամք, միասնական դիմադրությամբ եւ խաղաղ բողոքի իրացմամբ քաղաքապետարանում եւ քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ հայոց 2 սուրբ տաճարների զանգերի ներքո դեմ արտահայտվեցիք վայրագություններին Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին եւ ջարդին։ Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկվածներին։ Մեջբերման ավարտը։ Կալանավորներով գերծանրաբեռնված կալանավայրերում փաստաբանները չեն կարողանում հանդիպել պաշտպանյալների հետ։ Վարդան Ղուկասյանին առաջադրված նոր մեղադրանքը քննարկելու համար նրա 2 փաստաբանները ԱԱԾ մեկուսարանում ստիպված են եղել ժամերով սպասել իրենց պաշտպանյալի տեսակցելու համար։ Պարոն Ղուկասյան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Գյումրիի կալանավորված քաղաքապետի փաստաբանները շարունակում են ահազանգել ԱԱԾ շենքում նոր իրավիճակի մասին։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանին չորեքշաբթի գրեթե 3 ժամ սպասեցրել են Երևան կենտրոն քրեակատարողականի մուտքի մոտ, երբ նա փորձել է տեսակցել իր վստահորդ Վարդան Ղուկասյանին։ Նույն իրավիճակում շաբաթասկզբին քաղաքապետի մյուս փաստաբաններ հայտնվել։ Արնոլդ Վարդանյանին էլ երկուշաբթի էին խոչընդոտել։ Ակնհայտ ոչ իրավաչափորեն ինձ պատճառաբանություններ ներկայացում, որ պիտի վերեք գրություն, կա հիմնական գործ, կա լրացուցիչ գործ։ Արնոլդ Վարդանյանը քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքի գործով է ներգրավվել պաշտպանական թիմում։ Հոկտեմբերի 25-ին է կաշառք պահանջելու մեղադրանքով կալանավորված Վարդան Ղուկասյանին
Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Այն աղերս չունի խոսքի ազատության իրավունքի պաշտպանության հետ, դա եղել է ընդհանրապես կարծիք եւ ընդ որում գիտություն հատուկ ընդգծեմ, որ միջազգային բոլոր չափանիշներով, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներով կարմիր թելով անցնում է մի սկզբունք. երբևիցե բռնության կոչ չպարունակող խոսքը չի կարող ստանալ քրեական հոդվածով որակում։ Սեպտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանի Բաքում տված հարցազրույցի ընթացքում Վարդան Ղուկասյանը կրկնել է իր հայտնի հայտարարությունը անկախությունը պահպանելով Ռուսաստանի հետ միություն կազմելու մասին։ Այդպիսի հայտարարություններ նա արել է նաև ամիսներ առաջ դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ քաղաքապետ ընտրվելուց հետո։ Սա կարծիքի համար կամայական, թիրախավորված քրեական հետապնդում է։ Էս է վիճակը։ Հայրապետյանի համոզմամբ Ղուկասյանին այս նոր մեղադրանքն առաջադրվել է, քանի որ նրան բանտարկել ցանկացողները հասկանում են, որ մինչ այս առաջադրված կաշառք պահանջելու մեղադրանքը արդյունք չի տալու։ Կաշառքի գործը ի վերջո փլվելու է եւ դա բոլորի համար ակնհայտ է լինելու, բայց չի կարելի Վարդան Ղուկասյանին բաց թողնել, քանի բռնել են պետք է պատժեն եւ դրա համար սկսում են պատճառներ փնտրել։ Ըստ փաստաբանների, այսպես կոչված պատճառը քննիչները գտել են Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի հայտնի։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք սպառնալիքներից հետո։ Ինքը ընդհանրապես դիրքորոշում էր հայտնել, որ կան տարբեր միություններ աշխարհում եւ Հայաստանի պետականությունը պահպանելու համար եւ դա պահպանելու նաեւ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես միանա աշխարհում գոյություն ունեցող տարբեր միությունների։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ունի նույն բովանդակությունը, ինչ Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելու մասին տարբեր գործիչների, պաշտոնյաների հայտարարությունները նկատում են փաստաբանները։ Սրա մեջ ի՞նչն է հանցավոր, եթե ես կողմ եմ Ռուսաստանի դաշնքի, մի մասը ՆԱՏՕ-ի հետ դաշնքին է կողմ, մի երրորդ մասը Եվրոմիության կազմի մեջ մտնելու, Եվրոմիության անդամակցելուն է կողմ, մենք հիմա ՀԱՊԿ-ի անդամ ենք, Եվրասիական տեսական միության անդամ ենք, Վարդան Ղուկասյանի ասածները որևէ կերպ չի տարբերվում այն անդամակցությունից, որը հիմա օրենք ընդունեցին, որ Եվրոմիությանն են ցանկանում անդամակցել։ Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Կալանավայրում հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ իր խոսքերը ոչ թե կոչ են, այլ կարծիք։ Ինքն էլ իր դիրքորոշումը ներկայացրել է դրա հետ կապված, որ դա եղել է իր կարծիքը։ Սա հայտարարություն է։ Ալբերտ Սերոպյան, Ալեքսանդր Սարգսյան, Արաքել Օհանյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Տաշիր կապիտալը երկրորդ դիմումն է ուղարկում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցվի հոսանքի սակագինը։ Բայց արդյոք ՀՑԿՀ-ն կընդունի նույն առաջարկը երկրորդ անգամ։ Ընդդիմության շրջանում կասկածներ կան, որ իշխանությունը սակագին իջեցնելու դափնիները պահում է իր համար։ Տաշիր կապիտալը մի անգամ մերժվելուց հետո պատրաստվում է նորից ՀՑԿՀ տանել հոսանքն էժանացնելու առաջարկը։ Ընկերությունում վստահ են, որ նախընտրական շոու է բեմադրել Փաշինյանը հոսանքի գնի շուրջ։ Հիմա մերժում է Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին գնիչեցման առաջարկը, որ ընտրություններից առաջ ինքն իր անունից գին իջեցնի, անուղղակի կաշառք տալով ընտրողներին։ Որովհետև եթե հետ գնար սակագների իջեցմանը, դա բնականաբար հանրության մոտ դրական արձագանք կունենար։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, Սամվել Կարապետյանին պատկանող էներգետիկ կառույցի շուրջ կատարվողը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Այնպես չէ, որ հետսում ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանի կառավարիչ դառնալուց հետո հոսանքի մատակարարումներն իդեալական են դարձել, բայց ՔՊԱ-ականների խնդիրն է ձևացնել, թե իրենք ընտիր են կառավարում։ Բեմադրվեց հեցի ազգայնացման, իսկ ավելի շուտ հեցի ռեկետի արարը, թատրոնը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման այլ անդամներ ֆլեշմոբ են սկսել կոչանելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հենց հիմա իջեցնել սակագինը։ Ընկերներ ջան, Տաշիր ընկերությունների խմբի կողմից հոսանքի գինը նույն ինքը լույսի փողը էժանացնելու առաջարկը դեռ հունիսին արված առաջարկը կառավարությունը մերժել է։ Եկեք միասին այս հարցը բարձրացնենք եւ պահանջենք դրա լուծումը։ Իջեցրու սակագինը, Մեսրոպյան։ Ըստ փորձագետների անկախ համարվող հանձնաժողովի նախագահ նախկին ՔՊԱ-ական Մեսրոպ Մեսրոպյանը համալրել է այն պաշտոնյաների ցանկը, որոնք ուղիղ հրահանգ են ստանում Նիկոլ Փաշինյանից։ Այն ուժերը, որոնք ժամանակին աչքերը փակ աջակցում էին, գովերքում էին
հայկական ժողովրդավարությունը, հիմա տեսնում եմ, որ այդ ճերմակ ժողովրդավարության մեջ արդեն ոչ թե գորշ, այլ սև բծեր եւ հաստ բծեր են առաջացել։ Վերջապես լսել են, չէ՞ որ մարդը վերակենում ասում է կառավարությունը ես եմ։ Դա ինչ է, եթե ոչ սահմանադրության բռնաբարում։ Կառավարությունը ես է։ Սահմանադրության բռնաբարություն Հայաստանում չի տեսել կարկառուն ԿՊԱ-ական Արսեն Թորոսյանը։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Ես ներկա չեմ եղել այդ բռնալուն, ճիշտ ասած չեմ տեսել, եթե ոնց են գործողություն իրականացնում մեր օպերատիվ ծառայությունները, կարծում եմ իրանք էլ ունեն ստանդարտներ այդ ամեն ինչը անելու համար։ Չի տեսել Թորոսյանը այս կադրերը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին արտահայտած կարծիքի համար ասֆալտին փռելով են բաժին տարել դիմակավոր ուժայինները։ Կարնե Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Վաղաշաբաթի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը ծիածանում է եղել հաղթանակը։ Զարգացումը գալու է գյուղից, ընտրողներին խոստանում են դաշինքի անդամները։ Գյուղից է գալու մեր զարգացումը։ Եկել է ասածն անելու ժամանակը։ Վաղաշաբաթում նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Ծիածան գյուղում է եղել հաղթանակ դաշինքը։ Լավ եղեք ձեզ լավոր։ Մենք մի կարևոր սկզբունք ենք դրել մեր առաջ, չենք ասելու մի բան, որը նախ իրատեսական չի, երկրորդն էլ չենք իրականացնելու։ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակն են հարգում դաշինքի անդամները։ Ծաղիկներ են խոնարհում հուշակոթողի առաջ։ Գյուղի բոլոր թաղամասերում մեծ ու փոքր դիմավորում ու աջակցություն են հայտնում հաղթանակցիներին։ Գյուղամիջում կանգ են առնում զրուցում գյուղի մեծահասակների հետ։ Այստեղ են քննարկվում գյուղի խորքային խնդիրները։ Ծիածանի գույներից անհամեմատ շատ են հարցերը Ծիածանում։ Գյուղում ոռոգման եւ խմելու ջրի խնդիր կա։ Բնակիչներն ասում են, որ արտեզյան ջրի սարքերը կան, բայց ոչ բոլորի շարժիչներն են աշխատում։ Բայց լուծելու համար էլ պետքա կամք, պետքա սկզբունք, պետքա այդ ամեն ինչը սկսել։ Մենք ուզում ենք սկսենք, որ հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Գյուղը մանկապարտեզի խնդիր էլ ունի, շենքը վթարային վիճակում է։ Առաջնային դերում ալնելու մանկապարտեզի հարցը, որ այս գյուղն ունենա մանկապարտեզ։ Մարդը իր երեխուն առավոտ կարենա բերի մանկապարտեզ, գնա, չգիտեմ, իր գործին, իր հողը մշակելու, հետ գա ժամը 4-ին, 4:30-ա իր երեխուն վերցնի։ Ներհամայնքային անվճար տրանսպորտ է խոստանում հաղթանակը ծիածանցիներին։ Գյուղապետի գործ Դաշինքը հաշվարկել է ծախսերը եւ պարզել, որ համայնքապետարանը իզորու է էլեկտրական միկրոավտոբուսներով ապահովել անվճար երթևեկությունը համայնքի տարածքում։ Մենք ուզում ենք անվճար էլեկտրական այդ միկրոավտոբուսներից ենք համայնքապետարանը բերելու ներհամայնքային անվճար, որ մարդը ինչ որ ժամերի օրվա մեջ մի քանի անգամ կարենա նստի, այդ անվճար տրանսպորտը գնա Էջմիածին իր գործերով։ Քարոզարշավի 8-րդ օրն ավարտվում է Էջմիածնի Անդրանիկ թաղամասում։ Լավ, դուք ոնց եք։ Սևակ Խաչատրյանի թիմին այստեղ էլ դիմավորում են գրկախառնություններով։ Հաղթանակ։ Խոստանում են, հաղթական ճանապարհը միասին են անցնելու եւ նոյեմբերի 16-ին հաղթանակը միասին են նշելու։ Ապրեց հաջողություն ենք կոդեք։ Ապրեց ցավները տանեն։ Հայկ Ավանեսյան, Հայլուրի համար։ Ոնց եք։ Հաջողություն բոլորիս, տղեկ ջան, բոլորիս լավ օր։ Հարգելի հեռուստադիտողներ, թողարկման երկրորդ հատվածում կիմանաք, որ Փաշինյանն անգամ Փարիզի խաղաղության ֆորումն է օգտագործել որպես հարթակ նախընտրական քարոզարշավի համար, չնայած ընտրություններին դեռ 8 ամիս կա։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգը։ Ադրբեջանական մամուլ արտահոսած մի տեղեկություն էլ կիմանաք, չի բացառվում, որ Ալիևը մերժի Երևան գալու Փաշինյանի առաջարկը եւ հաջորդ տարի չմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մանրամասներ կհայտնենք նաև այսօր Լոռիում գնացքի եւ ավտոմեքենայի ողբերգական վթարից բախումը կանխել չի հաջողվել, չնայած լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշանին եւ վթարային արգելակմանը։ Կիմանաք նաև, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է միջուկային զենքի փորձարկման, Թրամփը չի ուզում հետ մնալ Ռուսաստանից եւ Չինաստանից։ Ես տեսնում եմ, որ նրանք փորձարկումներ են անում, ուրեմն մենք էլ պետք է անենք։
Սկսենք լոռի ողբերգական վթարից գնացքի եւ ավտոմեքենայի սարսափելի վթարը եղել այսօր Սպիտակ Արջուտ ճանապարհին։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության բեռնատար գնացքը բախվել է Volkswagen-ի։ Ընկերությունը հայտնում է, որ մեկ մարդ մահացել է։ Բախումը տեղի է ունեցել, որովհետեւ ավտոմեքենայի վարորդը չհետևելով ճանապարհային նշաններին եւ լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին մտել է երկաթուղային գծերի հատված եւ հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ըստ ընկերության պարզաբանման ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգությունից։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով նաև մեկ տուժած կա, առաջին օգնության են հասել քաղաքացիները, նրան հոսպիտալացրել են։ Ըստ Շամշյանի բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել։ Շարունակենք ադրբեջանական լրատվամիջոցներ արտահոսած մի տեղեկությամբ Եվրանեստի Երևանյան նստաշրջանին պատվիրակություն չուղարկած Ալիևը հնարավոր է մի ապտակել հասցնի ներքին լսարանի առաջ խաղաղություն անունով թուղթը թափահարող Փաշինյանին մերժի Հայաստանի վարչապետի հրավերը ու հաջորդ տարի չմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցներին դիվանագիտական աղբյուրներն են հայտնել պատճառը։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չեն ստորագրել, այդ իրավիճակում Ալիևին պատիվ չի բերի Հայաստան այցը։ Ինչպես գիտեք, Փաշինյանը գարնանը Եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու է հրավիրել նաև Թուրքիայի նախագահին։ Որպես բանակցային միջնորդ Ալիևից մերժված Ֆրանսիայի նախագահը այնուամենայնիվ այսօր շնորհավորել է Հայաստանի վարչապետին Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության համար։ Ելիսեյան պալատում են նրանք հանդիպել, Էմանուել Մակրոնը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղությանն ամրապնդմանը։ Նաև թրիփն են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը, խոսել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Հայաստանի վարչապետը ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի են անդրադարձել։ Փարիզում գտնվող Փաշինյանը անգամ խաղաղության 8-րդ ֆորումն է որպես հարթակ օգտագործել նախընտրական քարոզչության համար, չնայած խորհրդարանական ընտրություններին դեռ 8 ամիս կա ու իշխանությունը վստահեցնում է, որ արտահերթի չի գնում։ Ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը ընտրությունների քաղաքական մեծ նշանակությունն է ընդգծել Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին խոսելու ընթացքում։ Փաշինյանը նաև օրենք է խախտել։ Այսօր աշխատանքային ժամին տարածել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարությունն այն մասին, որ իշխող ուժը խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակի ձևավորման գործընթաց է սկսել։ Նիկոլ Փաշինյան, bienvenue։ Նախընտրական գործընթացներին նոր թափ է տվել Հայաստանի վարչապետը Փարիզից օգտագործելով խաղաղության համաժողովի առիթը։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգը։ Մանավանդ որ այն երկիրը, որի հետ խաղաղություն է կառուցում Փաշինյանը, նույն ճակատագիրն է ունեցել, ինչ Հայաստանը։ 20-րդ դարի սկզբին մենք անկախությունը շահեցինք միասին, 3 օրերի ընթացքում եւ քանի տարի հետո իրար հետ կորցրեցինք անկախությունը Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Several years ago we lost our independence together. I mean Azerbaijan, Armenia and Georgia. Հայ ժողովուրդը պետք է որ խոչընդոտներ չստեղծի, իր ակնկալիքներն է Փարիզում բարձրաձայնել Փաշինյանը, խոսելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քաղաքական մեծ նշանակության մասին։ Դա կարևոր քաղաքական իրադարձություն է, որ շատ կարևոր է Հայաստանում խաղաղության գործընթացի համար, բարեկեցության համար։ Օգոստոսի 8-ի ձեռքբերումն է խաղաղությունը, որ արդեն իրականություն է։ Փարիզում խաղաղության համաժողովի առաջնորդության խաչմերուկներում թեմայով քննարկման ժամանակ է հայտարարել Փաշինյանը։ Սա իսկապես պատմական շրջադարձ է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Հայաստանի ղեկավարի համոզմամբ հիմա կա իրական հնարավորություն Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության փուլ մտնելու, տարածաշրջանի ուղիները բացելու։ Regional connectivity Տարածաշրջանային հաղորդակցությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար։ Եվ դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ And that means that through our territory will open a
new route. Trip անունով այդ ուղին բացելու համար հիմա իրավական հիմքեր են փորձում ստեղծել, Փարիզում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ They are trying to Աշխատում ենք այդ ճանապարհի համար իրավական հիմքեր ձևավորելու ուղղությամբ։ Իհարկե մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրագործման։ no any. Փաշինյանը վստահեցրել է, որ ծրագրից կշահեն բոլորը, ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ And taking in Բազմաթիվ քննարկումներ կան, թե շատ ուժեր միգուցե շահագրգռված չեն այս տարածաշրջանային ուղիների բացմամբ, բայց կարծում եմ բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Բաց հաղորդ ուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, նոր կապ Կասպից ծովի եւ միջերկրական ծովի միջև։ Թրիփից հնարավոր օգուտներն է թվարկում Հայաստանի վարչապետը։ There is no any ground for that. Որևէ խոչընդոտ չկա այդ նախագիծն իրագործելու ճանապարհին։ And Դիլիթ Սարգսյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ are mentioned that. Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Խալիլ Շիրգուլամին կներկայացնի Իրանը Հայաստանում։ Միջազգային լուրերին անցնենք, Ռուսաստանում բուրևեսնիկ թևավոր հրթիռների եւ միջուկային մարտագլխիկով Պոսեյդոն գեր տորպեդի փորձարկումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է պատերազմի նախարարությանը անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։ Ըստ Թրամփի, միջուկային զենքի փորձարկում է անում նաեւ Չինաստանը, ինքը չի ցանկանում հետ մնալ։ Վերջին անգամ Միացյալ Նահանգները 33 տարի առաջ է փորձարկել միջուկային զենք։ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պատերազմի նախարարությանը անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները մյուս միջուկային տերությունների հետ հավասարության սկզբունքով։ Ինքնաթիռում ավանդական չիպազրույցի ժամանակ է սկանդալային հայտարարությունն արել Թրամփը։ Հետո տուրբուլենտությունը պատճառ բերելով փորձել է խուսանավել լրագրողների ճշտող հարցից, որոնք են այն միջուկային տերությունները, որոնց հետ հավասար ուզում է զենք փորձարկել Թրամփը։ Սա ինչ ծանր ուղևորություն է։ Բայց լրագրողները համառել են ու Թրամփը ստիպված է եղել տալ Ռուսաստանի ու Չինաստանի անունները։ Ես տեսնում եմ, որ նրանք փորձարկումներ են անում, ուրեմն մենք էլ պետք է անենք։ Ես կուզենայի ապամիջուկայնացում, որովհետև Ռուսաստանում շատ միջուկային զենք կա։ Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը երրորդ։ Չինաստանը մեզ կհասնի 4-5 տարվա ընթացքում։ Կարծում եմ ապամիջուկայնացումը կթուլացներ լարվածությունը։ Թրամփը թեև պնդում է, որ ապամիջուկայնացման ջատագով է մեկ ամիս առաջ, երբ Մոսկվան առաջարկել էր երկարաձգեր միջուկային զենքի սահմանափակումների համաձայնագիրը, բավարարվել էր առաջարկը լավ գաղափար անվանելով։ Համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Առաջարկին առարկայական պատասխան չլսելուց հետո Պուտինը հայտարարել է նախ բուրևեսնիկ անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը, ապա Պոսեյդոն միջուկային շարժիչով ստորջրյա ինքնաշարժ ականակիրը հաջողությամբ փորձարկելու մասին։ Սա հսկայական հաջողություն է։ Պոսեյդոնը զգալիորեն ավելի հզոր է, քան մեր ամենախոստումնալից միջմայրցամաքային հեռահարության հրթիռը՝ Սարմատը։ Այս ինքնաշարժ սարքի արագությունն ու խորությունը անգերազանցելի են։ Աշխարհում չկա այդպիսի բան, եւ քիչ հավանական է, որ կլինի շուտով։ Չկան նաեւ այն որսալու մեթոդներ։ Բուրևեսնիկի եւ Պոսեյդոնի մասին Պուտինը դեռ 2018-ին էր հայտարարել Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Այն ժամանակ Կրեմլի ղեկավարն անոնսել էր նաև ավանգարդ հիպերձայնային թռչող սարքի, Սարմատ միջմայրցամաքային եւ կինժալ աերոբալիստիկ հրթիռների ստեղծման մասին։ Ըստ բաց աղբյուրների, մինչ օրս միայն կինժալ հրթիռն է հասել սերիական արտադրության։ Այն օգտագործվում է ռուս-ուկրաինական ճակատում։ Ավանգարդ համակարգի ճակատագիրը մնում է անհայտ։ Սարմատը փորձարկվել էր 1 տարի առաջ, բայց փորձն ավարտվել էր լուրջ վթարով։ Չորեքշաբթի Պուտինը հայտարարել է, որ շուտով Սարմատը նույնպես մարտական վիճակում կլինի։ Բուրևեսնիկը ըստ Մոսկվայի հաջողությամբ փորձարկվել է հոկտեմբերի 21-ին, 15 ժամում թռչելով 14000 կիլոմետր։ Դա անուղղակիորեն հաստատել է Նորվեգիան, հայտարարելով, որ Նովոյե Զեմլյա ռուսական փորձադաշտում հրթիռ է արձակվել։
Ինչու է հենց հիմա միանգամից երկու ռազմավարական միջուկային զենք անոնսում Կրեմլը։ Ըստ ռազմական փորձագետների, սա Ուկրաինա ամերիկյան Տոմահավք թևավոր հրթիռներ տեղափոխելու հավանականության մասին Թրամփի հայտարարության պատասխանն է։ Կա նաև կարծիք, որ այսպես Պուտինը փորձում է Թրամփին մղել միջուկային զենքի սահմանափակումների համաձայնագիրը երկարաձգելու բանակցությունների։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Թրամփը եւ Ցինփինը պայմանավորվել են թույլատրել առևտրային լարվածությունը եւ միասին աշխատել Ուկրաինայի հարցում։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահները համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում հազվագյուտ մետաղների, սոյայի գնման եւ ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերի նվազեցման։ Վերջին անգամ 6 տարի առաջ էին հանդիպել Թրամփն ու Ցինփինը։ Լիլիթ Գասպարյանն է պատմում։ Վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ Թրամփն ու Սի Ցինփինը ձեռք-ձեռքի են տալիս։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում են հանդիպել նահանգների ու Չինաստանի ղեկավարները։ Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում։ Երկու գերտերությունների միջև չլուծված շատ հարցեր կան։ Նյութական, ռազմավարական խնդիրներ, առևտրային լարվածություն, որ ավելի է սրվել, երբ Թրամփը վերընտրվելուց հետո կտրուկ բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը։ Տեսախցիկների առաջ լարվածությունը թույլատնելու համար Թրամփը փորձում է կատակել։ Նա շատ կոշտ բանակցող է, դա լավ չէ։ Մենք լավ ենք ճանաչում իրար։ Թրամփ-Ցինփին հանդիպումը տևել է 40 րոպե, ավելի երկար, քան նախատեսված է եղել օրակարգով։ Ինչ են քննարկել կողմերը, երկար ժամանակ լրատվամիջոցներին պարզ չէր, քանի որ հանդիպումն ավարտելուն պես Թրամփն ու Ցինփինը հեռացել են բանակցությունների վայրից առանց համատեղ հայտարարության։ Թրամփն անմիջապես լքել է Հարավային Կորեան, վերադարձել Վաշինգտոն։ Կարծես Հարավային Կորեա մեկնելու նպատակը միայն Չինաստանի նախագահի հետ շփվելն էր։ Ավելի ուշ կողմերը մի քանի բառով պատմել են հանդիպման բովանդակությունը։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ ինքն ու Թրամփը համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ։ Չինաստանի զարգացումը չի հակասում Ամերիկան կրկին հզոր դարձնելու Թրամփի տեսլականին, հայտարարել է Չինաստանի առաջնորդը։ Թրամփը Ցինփինի հետ հանդիպումը անվանել է հիանալի, ընկերական եւ նշել, որ ապրիլին Չինաստան է այցելելու, որից հետո էլ Սի Ցինփինն է գնալու Միացյալ Նահանգներ։ Թրամփ-Ցինփին հանդիպման ժամանակ կարծես ավելի շատ ուկրաինական հակամարտությունն է քննարկվել, քան չին-ամերիկյան հարաբերությունները։ Թրամփը նորից հույս է հայտնել, որ Ցինփինն իրեն կօգնի համոզել Պուտինին դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, բայց կարծես չի համարձակվել Ցինփինին ռուսական գազից հրաժարվելու առաջարկ անել։ Ինչպես արել է դա Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Սանայե Տակայիչին մերժել է Թրամփի այդ առաջարկը, պնդելով, որ ռուսական գազի ներմուծման արգելքը դժվարություններ կստեղծի Ճապոնիայի համար։ Թրամփը փորձելով համոզել տարբեր երկրների հրաժարվել ռուսական գազից, հույս ունի ճնշել Պուտինին ու զիջումներ պարտադրել։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ռուս-ուկրաինական ռազմաճակատի մասին Պոկրովսկի շրջանը հիմա ամենադժվար ուղղությունն է, ամբողջ 1250 կիլոմետրանոց ճակատային գծում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկիի խոսքով Պոկրովսկում ուժեղ մարտերը շարունակվում են։ Պոկրովսկի, ինչպես նաև հյուսիսարևելյան Կոստանտինովկայի գրավումը ռուսական բանակին հնարավորություն կտան առաջ շարժվել դեպի Դոնեցկի մարզում Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած երկու խոշոր քաղաքներ։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռուսների վերահսկողության տակ է անցել նաև Խարկովի մարզի Սադովոյե գյուղը։ Ուկրաինական Deep State նախագիծը հաստատում է, որ ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերում։ Ռիոն ցնցած ոստիկանական արյունոտ գործողությունից հետո զոհերի թիվը շարունակում է աճել, արդեն առնվազն 132 մարդու մահվան մասին է հայտնի, նրանցից 4-ն են ոստիկան, մյուսները ենթադրաբար կոմանդո Վերմելյո նարկոբանդայի անդամներն են, թեև մարդու իրավունքների միջազգային մի քանի կազմակերպություններ ահազանգել են, որ սպանվածների կապը բանդայի հետ դեռ պետք է ապացուցվի դատարանում։ Նարկոսկանդալից հետո Ռիո դե Ժանեյրոն դեռ տագնապի մեջ է։ Ռիոյի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները տեսախցիկների առաջ են փռել կոմանդո Վերմելյո խմբավորման անդամներից խլած զենքերը։
Կանխատեսելի էր, որ գործողության ընթացքում սպանություններ կլինեն։ Հանցագործներից մի քանիսը հարձակվեցին մեր պետության ու ոստիկանության վրա, 4 ոստիկան սպանվել է, մոտ 1 տասնյակը վիրավորվել։ Զսպում անունը ստացած շուրջ գալի ժամանակ առնվազն 132 մարդ է սպանվել։ Ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, հարյուրավոր փամփուշտներ, պայթուցիկ նյութեր են պահեսներում գտել ոստիկանները։ Լիքն է եղել բանդայի զինանոցը։ Սպանվածների մարմինները դեռ Ռիո դե Ժանեյրոյի հրապարակում են, կիսածածկ։ Այս տեսարանը շատերին է ստիպում մտածել, որ կառավարությունը պետք է կրակելուց բացի թմրադեղերի վաճառքը կանխելու այլ ճանապարհներ էլ փնտրի։ Խնդիրն այն է, թե ինչպես է պետությունը վերաբերվում աղքատներին։ Այո, սպանվածներից ոչ բոլորն են անմեղ։ Բայց այս երկիրը կարիքավորներին չի աջակցում։ Շատերը աղքատության պատճառով են հանցավոր ճանապարհ բռնում։ Մարդու իրավունքների միջազգային մի քանի կազմակերպություններ ահազանգել են, որ սպանվածների կապը բանդայի հետ դեռ պետք է ապացուցվի դատարանում։ Ճիշտ է, հարակից թաղամասերի բնակիչներից շատերը չեն հավատում, թե կոմանդո Վերմելիոյի անդամները թույլ կտային, որ իրենց հետ կապ չունեցող մեկը պարզապես զբոսներ զինանոցի մոտ։ Ահա 17, 14, 12 տարեկան այդ տղաները շարունակում են ծաղրել ինձ ասելով արի, սիրում ես չէ ատրճանակներ, զենքեր։ Հանցագործությունը երիտասարդների համար ճիշտ ճանապարհ չէ։ Շատ բրազիլացիներ վստահ են, որ Ռիոյում սպասվող խոշոր միջազգային միջոցառումն է դրդել ոստիկաններին ուժի դիմել։ Նոյեմբերի 10-ից 21-ը Ռիոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն է լինելու։ Խոշոր իրադարձություններից առաջ բիրտ ուժի կիրառումը տեղացիների համար սովորական է։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Եվ վերջում Փարիզի դատախազությունը հայտնել է, որ Լուվրից գողացված թանկարժեք զարդերի գործով ձերբակալված 2 անձինք մասամբ ընդունել են իրենց մասնակցությունը ավազակությանը։ Գողացված իրերը սակայն դեռ չեն հայտնաբերվել։ Փարիզի դատախազը հայտարարել է, որ ձերբակալված 2 տղամարդիկ ենթադրաբար թանգարան են ներխուժել վերին հարկի պատուհանից, իսկ նրանց 2 համախոհները սպասել են դրսում։ Դատախազությունը չի բացառում, որ կարող է լինել ավելի մեծ խմբավորում կամ պարզապես պատվիրատու։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան 4 դիմակավոր մարդ ներխուժել էին Լուվրի Ապոլոնի սրահ, որտեղ պահվում էին Ֆրանսիայի թագավորական գանձերը եւ թանգարանի աշխատանքային ժամերին գողացել մի քանի թանկարժեք զարդեր։ Հայլուրը ամփոփեց հոկտեմբերի 30-ը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։